Դարար, տուն հասցրեցիր։ Սաղ ճանապարհին խոսում էր։ Նախավետ։ Հիմարի մեկնա։ Ինձանից անդադ գնունու մասին էր հարցնում։ Այդ աղջիկը մեր գլխին փորձանք է բերելու։ Իմացար, ով է այս գործով զբաղվում։ Հա, Գասպարյանը, ու արդեն ինքը եղել է գնունու մոտ։ Գասպարյանը, հա։ Ես տենց էլ գիտեի։ Ես դրան Երևի քարտուղարուհին անկեղծացած կլինի։ Դրա համար էլ ավետը պետքա քարտուղարուհին բացատրեմ։ Դու գիտեք, որ ես լավ եմ բացատրում, միանգամից կհասկանա։ Տես ով եկավ։ Կամա, Բարև։ ո՞նց ես։ Լավ, դու։ Լավ։ Լավ, ես գնամ ձեզ մենակ թողնեմ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Տեսնում ես։ Լավ։ Իսկ երբ կարող եք տուն գնալ, դեռ չեն ասում։ Ես էլ եմ ուզում իմանալ, բայց չեն ասում։ Դե կարևորը որ շուտ առողջանաք։ Գիտես, որ ես երկար պարկել չեմ կարող։ Չեմ կարող առանց ընկերության երկար։ Առանց ինձ Աստված գիտեն դա ինչ է կատարվում։ Գիտեմ։ Դու ինչպես ես։ Ինչ ես անում։ Ոչ մի բան։ Գնաց սիրո էլ չեկար։ Ես շատ եմ ափսոսում։ Ճիշտն ասած ես։ Չէ։ Բարեք չկա ոչինչ մի ասա։ Չեմ ուզում որ քեզ վատը զգաս։ Մայրդ ինչպես է։ Լավ, այստեղ է միջանցքում։ Ինչ տարօրինակ կին է։ Ես խնդրում եմ դուրս գաք, մենք պետք է վիրակապերը փոխենք։ Դե ես գնամ։ Բայց պապան ոնց որ լավ ազգում չէ։ Արդեն լավ ես, արդեն լավ։ Ինչ եղավ։ Չէ, ոչինչ։ Լավ չեք զգում ձեզ։ Լավ եմ, հիմա կանցնի։ Հաստատ, բայց ոնց որ լավ չեք զգում։ Չէ, լավ եմ, հիմա կանցնի Աննա ջան։ Հիմա կանցնի։ Մամ, ուզում ես արի նստի։ Չէ, լավ եմ։ Մամ, արի գնանք տուն։ Ճիշտ է, ավելի լավ կլինի գնանք տուն պարկեք։ Կամ նստեք։ Լիլիա, ինչ ա եղել, վատ ես Լիլիա։ Էսա կանցնի հիմա։ Մամ, վերջ գնում ենք տուն։ Հա, կգնանք ու հետո նորից կգանք։ Լավ։ Լիլիա, դու որ տենց հեշտությամբ համաձայնվում ես տուն գնալուն, ուրեմն հաստատ վատ ես զգում քեզ։ Գնան քեզ պարկելա պետք, ախր տենց չի կարելի։ Ես ուղղակի թույլ եմ, բայց դուք էլի եկեք, հա։ Տիգրանը մի քանի օր պարկելու է, եկեք ինքը շատ կուրախանա։ Հա, կգանք։ Ավելի է սիրունացել։ Աննա, հաստատ գաս չէ՞ էլի պապայի մոտ։ Հա, կգամ անպայման։
Դե գնանք Լիլիա ջան, գնանք տուն պարկիր, գնանք։ Կանգառում կկանգնեք։ Ուր ես գալիս։ Գալիս։ Ես գնում եմ вообще-то։ Հա, ուր ես գնում։ Ուղղակի գնում եմ, էլի։ Դու ոչ մի անգամ ինձ հետ երթուղային չես նստել, ինչի հանկարծ այսօր իմ հետ եկար։ Խոսես։ Ես ասելու բան չունեմ պրինցիպի։ Հա, ինչ ես եկել, ինչ ես ուզում։ Ստեղ ես ապրում։ Քո գործը չի։ Հա, ճիշտ ես ասում։ Ես գնամ, գործը չի։ Ինչ ա ուզում։ Ես արդեն սկսում եմ վախենալ։ Մամ տեսար պարոն գնունին ինչ գունատեր։ Բա ինչ կլիներ Աննա ջան։ Լիլիան էլ էր շատ վատ։ Այնքան թույլ էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում։ Բայց շատ տարօրինակ էր իրան պահում։ Մի տեսակ չափից դուրս ջերմ էր։ Ասում էր էլի կգաս։ Այնքան մեղք էր։ Երևում էր, որ շատ էր վախեցել։ Չնայած բոլորն էլ շատ վատ վիճակում էին։ Բայց մեկը Լիլիան զարմացնում է ինձ։ Գիտես, ճանապարհին մտածում էի մեզ դուրս կհանի։ Բայց լեզ ջերմ ընդունեց։ Մամ? Մամ, ինչ եղավ։ Աննա։ Դու ինձ չես ների, չէ՞։ Մամ, ինչ ա եղել, ինչ չեմ ների։ Ես քեզ խաբել եմ։ Ինչ է։ Ես քեզ խաբել եմ, հասկանում ես։ Ես քեզ խաբել եմ։ Մամ, ինչն ես խաբել։ Խաբել եմ, որ Լիլիան եկել էր ինձ մոտ ու քո մասին էր խոսում, որ խանդում է։ Լիլիան ոչ մի բան էլ չի ասել քո ու գնունու մասին։ Ես քեզ խաբել եմ։